իր համարը զանգեմ խոսամ, բայց էլի փախար։ Հիմա էլ շատ լավ գիտեր, որ նույն բանն եմ ասելու, դրա համար էլ խուսափում ես, ուզում ես շուտ գնաս։ Չէ։ Հա, Անի, հա։ Առավոտ շուտ էլ նստեցիր ավտոն, միանգամից գլուխս սահում է։ Որ չսկսեմ նորից խոսալ, չէ՞։ Կբացատրես, Անի, ինչ է կատարվում, ինչից ես խուսափում։ Եթե չես ուզում, ասա։ Բայց ինչի պետք է չուզեմ։ Չգիտեմ, այդ դու լավ կիմանաս։ Ավետ հետո կխոսենք, լավ։ Լավ, ոնց կուզես։ Անի, ինձ թվում է խնդիրը նրանում է, որ դու ինքը չես հասկացել։ Ուզում ես հետս հանդիպես, թե չէ։ Դրա համար էլ չես ուզում հորդ հետ խոսամ։ Բայց միևնույնն է, ես իմ կարծիքը չեմ փոխի, հորդ հետ խոսալը ճիշտ որոշում է։ Որովհետև ես շատ լուրջ եմ տրամադրված։ Գիտես, զարմանալի է, դու ինքդ էլ պետք է նույնը ուզեիր։ Հասկացա, Ավետ, հասկացա։ Ես չեմ ուզում քեզ ստիպեմ։ Դու մտածի տես ինչ ես ուզում։ Այսինքն մտածի տես, եթե ուզում ես հորդ հետ հանդիպեմ, որ ես ինքս էլ կողմնորոշվեմ, հասկանամ ինչ ակնկալիքն ունենա մեր հանդիպումից։ Ես քեզ չեմ հասկանում։ Իսկ ինձ թվում է շատ լավ էլ հասկանում ես։ Հիմա ինչ չեմ հասկանում, պետք է առավոտ շուտ կռվենք։ Ես չեմ կռվում։ Երևում է, Ավետ։ Արթուն ես։ Ոնց ես։ Լավ եմ։ Ոչ մի տեղ չի ցավում։ Չէ, մի քիչ գլուխս է ցավում, մի քիչ թույլ եմ ինչ-որ։ Ես համար հյութ եմ բերել կխմես։ Ինչա։ Այս սրա համտուրս չի գալիս։ Բայց ոչինչ խմիր, սա քեզ կօգնի։ Խմիր։ Լիլիա, ես հիմա գնում եմ։ Կզանգեմ, որ իմանամ ոնց ես, հա։ Ու շատ եմ խնդրում, երբ որ վեր կենաս, անպայման մի բան կեր, հա։ Խոստանում ես։ Դե լավ։ Հետո մի բան էլ։ Այսա։ Սկզբում շփոթը մի անգամ էր ծխում, հետո դարձավ սովորություն։ Հիմա սա քեզ բոլորովին պետք չի, որովհետև ոչինչ չես ուտում, սուրճ ես խմում ու ծխում ես։ Լավ։ Դե ամեն անգամից վատացար։ Դե, ես գնացի արդեն ուշ է։ Ուշա։ Արդեն ժամը 11-ն է, բավականին երկար ես քնել։ Հատկան եմ քնել։ Լավ, ես էլ վեր կենամ գնամ, սառը ջրով լվացվեմ, քիչ սթափվեմ։ Լավ։ Երկացավ։ Բարև, բարև։ Չես գալիս վերև։ Չէ։ Լիզային եմ սպասում։ Հույսում եմ, որ կգա։ Չի գալու։ Դու ինչ գիտես։ Արի գնանք վերև կխոսենք, հա։ Ինչ գիտես։ Մարենա, Լիզան ինձ ամեն ինչ պատմեց, դե հասկանում ես, այն ինչ որ իրա հետ եղել է։ Ու ասեց, որ էլ չի գալու։ Մայրն էլ գիտի ամեն ինչ, մորն էլ է պատմել։
Հայրն էլ գիտի։ Այն ինչ որ քեզ է պատմել, հորն ու մորը պատմել է։ Հա, Հաստատ։ հա հաստատ։ Ու ասաց, որ դրա պատճառով պետք է արտասահման գնան։ Այսինքն ոնց էլ չի գալու, դպրոց գնալու են։ Դե հա, դպրոց էլ չի գալու, հնարավոր է որ էլի հետ կամ, բայց հաստատ բան չասեց։ Մենակ ասաց, որ հանրապետությունից դուրս են գնում։ Չեմ հասկանում ինչ է կատարվում։ Այ քեզ հիմար։ Թե ինչի է որոշել անկեղծանա։ Ախր Լիզան ամեն ինչ մոռացել էր, ամեն ինչ կարգին էր։ Անասունի պատճառով տականք։ Չեմ հասկանում, թե ինչի չի գնում, չի տեսնում, որ դասանում բոլորը ատում են իրան։ Մարդ չի դա։ Գալիս ես վերև։ Երեք էլի կռվում էին։ Ովքեր։ Էլով։ Տիկոնու ինքը։ Հիմա վերևն են։ Տիկոն հա ինքը չէ։ Ոնց եմ զզվում ես դրանից։ Մար։ Բան էիր ասում։ Ում հետ է խոսում։ Տենց առանձնապես ես եմ ում չեմ վառել քո հետ զրույց ունենամ։ Բայց աշխատի քթի տակ չմրթմրթաս։ Ավելի լավ է գնաս։ Չես հասկանում, որ ոչ ոք չի ուզում հետդ խոսա։ Հասկանում եմ։ Դու երևի նեղվել ես, որ ընկերուհու ճիշտ տեղը ցույց են տվել, հա։ Ուրեմն լավ լսի քեզ ինչ եմ ասում։ Եթե դու էլ փորձես ընկերուհուդ նման լեզուդ երկարացնես ու ձեռներիդ ազատություն տաս, այդ վաղտ արդեն ես չեմ նայ, որ դեմս աղջիկ է։ Գիտենք, դրա մասին պարտադիր չի պատմել։ Նորմալ մարդը աղջկա վրա ձեռք չի բարձրացնում։ Աղջկա։ Ցինիկ։ Չես գալի վերև։ Պարզա։ Դու էլ ես էլի ինձ ատում։ Բայց ինչ եմ արել ես, որ ոչ մի բան չեմ արել։ Ոչինչ ես ուտում։ Մի բան կեր։ Լավ ես գնամ, արդեն ուշ է, բայց շուտ կգամ։ Նորություն չկա նոր տան մասին։ Կա, երեք ուզում էի ասել, բայց քնած էիր։ Մի քանի տուն կան, կգնանք միասին կնայենք, երբ որ քեզ լավ զգաս։ Ես արդեն լավ եմ։ Դեռ լավ չես Լիլիա։ Լավ ես գնամ։ Կզանգեմ։ Ես ինչ եմ անելու։ Ավետային մարդն ում հետ ես ինձ ապահով ու լավ եմ զգում։ Հիմա կորցնելու եմ նրան։ Մտածում եմ, որ մայրս մահացել է, իսկ հայրս։ Ոչ եմ ասելու, որ համարը չունեմ։ Արդեն այնքան եմ խաբել, որ ինչ անեմ հիմա։ Ասեմ ճշմարտությունը, հաստատ կգնալ չի գա, բայց էլ ինչ խաբեմ։ Արդեն կոնկրետ հարցեր է տալիս։ Աստված իմ, ես պետք է մի բան անեմ, մի բան մտածեմ, բայց ինչ, եթե գոնե մի անգամ իմ տուն գա, այդ կլինի վերջին անգամը։
Լացում ես։ Չէ։ Ես այդքան թույլ չեմ, որ ամեն ստից բանի համար լացեմ։ Ընդհանրապես թքած ունեմ այդ քո Հայկի վրա։ Բայց ինչի իմ։ Աննա շատ լավ էլ հասկանում ես։ Ամոթա, հա։ Հեչ քեզ նման չես։ Թե մոռացել ես ոնց էիր կոպտում, եթե մեկը սխալ էր, հատկապես ինձ։ Կարծեմ դու էիր հավանում Հայկին։ Հիմա ինչ եղավ, ինչ ես ինձ մեղադրում։ Ես ու դու մեկ չէինք, ինչքան հիշում եմ։ Ու ես քեզ չեմ մեղադրում։ Ասում եմ, ինչ որ տեսնում եմ։ Տոնը դուրս չի գալիս։ Ուֆ, լավ էլի։ Հիմա լավ է, չէ՞ որ Լիզան հետ չի գալու։ Գալիս ես։ Չէ։ Մնում ես տեղ։ Հա։ Լավ, ես գնացի։ Ես դու գնա պարկիր։ Լավ։ Տեսքդ լավ չի։ Գերիա։ Ինչ է։ Մերկաց։ Սկոր։ Գերիա։ Նոր սենյակը։ Ասացի։ Կամասա։ Ոչ մի սենյակ։ Մենք գնում ենք բժշկի։ Ինձ հիմա։ Չէ, ես լավ եմ, ես պարկեմ կանցնի։ Չէ, լավ չես։ Ամբողջ գիշեր պարկացիր։ Մենք գնում ենք բժշկի ու հենց հիմա։ Դե ես ուղղակի մի քանի օր չեմ կերել, հիմա դրա համար վատ եմ, բայց էլի թույլ եմ։ Լավ։ Տիգրան, ամենալավը բժշկի տանելն է։ Մենք գնում ենք բժշկի ու հենց հիմա։ Արի գնանք ակրիր։ Այո։ Արի։ Էրմիլոսի չեմ ուզում բժշկի Տիգրան։ Արի։ Բարև ձեզ։ Այ քեզ բան։ Ինչ։ Ես բարձվում եմ քո հետ էլ, հա, ոչ մեկ չունի։ Հետս խոսում բան ես անում, տենց։ Շատ սխալ բան ես արել։ Լուրջ ես ասում։ Հա աղջկա հետ նման տոնով չեն խոսում, նման կերպ չեն վարվում։ Լուրջ տենց ես մտածում։ Հա ինչ կա զարմանալու որ։ Դրա համար էլ բնական է, որ բոլորը տենց են վերաբերվում քեզ։ Ուրեմն սենց, այդ քո ասած բոլորի վրա ես թքած ունեմ։ Պարզ է։ Տենց մի ասա։ Չլսի մինչև վերջ։ Եթե դու պատրաստում ես ինձ խրատներ տալ, ուրեմն ասեմ իմացի, եթե ուզում ես կարաս հետս չխոսես։ Ես առանձնապես չեմ էլ տխրի դրանից։ Հա բայց ես ինչ ասեցի, որ Ես գիտեմ ինչ եմ անում։ Լավ, ոչ մի բան չեմ խոսում։ Դու ամեն ինչ գիտես։